Առաջին արշավանքը։ Խաչակրաց առաջին արշավանքը սկսվեց 1096 թվականին և ընթացավ 2 փուլով։ Նախ արշավանքի դուրս եկան գյուղացիներից և քաղաքային աղքատ բնակչությունից հավաքված բազմահազար զորքը։ Գյուղացիական բանակը հասավ Կոստանդնուպոլիս և կայսեր տված նավերով տեղափոխվեց Փոքր Ասիա։ Քարտեզի վրա կանաչ մատիտով նշել ենք Բոսֆորի նեղուցը, որտեղով անցան գյուղացիները և հասան Փոքր Ասիա, և այդտեղ էլ սելջուկներից պարտություն կրեցին։ Խաչակիր ասպետների զորքը արշավանքի դուրս եկավ ավելի ուշ նույն տարվա աշնանը, զորքի թիվը հասնում էր 30,000-ի։ 1097 թվականին խաչակիրները հաղթեցին սելջուկյան բանակին և շարունակեցին երթը դեպի Սուրբ Երկիր։ Կիլիկիայով անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը։ Խաչակիրների առաջնորդներից Բալդուինը 1098 թվականին խաբեությամբ մտավ Եդեսիա։ Նա դավադրաբար սպանեց քաղաքի հայ ազգի կառավարչին՝ Թորոս Քյուրոպաղատին։ Այստեղ նա ստեղծեց խաչակրաց առաջին պետությունը՝ Եդեսիայի կոմսությունը։ Նույն թվականին խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը և ստեղծեցին Անտիոքի դքսությունը։ Այնուհետև 1099 թվականի օգոստոսի 15-ին գրավեցին Երուսաղեմ քաղաքը։ Նրանք գրաված տարածքներից ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը։ Դրա մեջ էին մտնում Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլի կոմսությունները։ Երեք արքաների արշավանքը։ Խաչակիրների դրությունը արևելքում ծանրացավ, երբ Եգիպտոսի սուլթան դարձավ Սալահ ад-Դինը։ Նրա պապը ծնվել էր Հայաստանում։ Սալահ ад-Դինը 1087 թվականին գրավեց Երուսաղեմը։ Մուսուլմանները ևս այն համարում են իրենց սուրբ քաղաքը։ Երուսաղեմի անկման լուրը ցնցեց քրիստոնյա Եվրոպան։ Եվրոպացիները նախապատրաստվեցին նոր արշավանքի։ Այն գլխավորեցին գերմանական կայսեր Ֆրիդրիխ I Բարբարոսան, Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը։ Քարտեզի վրա պարզ երևում է խաչակիրների անցած ծովային ճանապարհը Վենետիկից մինչև Կոստանդնուպոլիս։ Նախապատրաստությունից հետո 1189 թվականին սկսվեց երրորդ արշավանքը։ Հենց սկզբից այն անհաջող ընթացք ունեցավ։ Կիլիկիայի գետերից մեկում լողալիս Ֆրիդրիխ I-ը խեղդվեց։ Գերմանացի խաչակիրները վերադարձան։ Ժամանելով Սուրբ Երկիր, Ֆիլիպ II-ը հետ գրավեց Ակրա քաղաքը, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը։ Ռիչարդը գրավեց Կիպրոսը։